Բարև ձեզ։ 2026 թվականի խորհրդանական ընտրությունների նախընթաց Հայաստանը կարող է բախվել հիբրիդային հարձակումների եւ դրանց դիմակայելու համար Երևանը դիմել է Եվրամիության աջակցությանը։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Ստացվում է ընտրություններին պատրաստվում են եւ Հայաստանը եւ Եվրամիությունը։ Ինչից են վախենում։ Ուղիղ հայտարարություն չկա, բայց ենթադրություններ կան։ Իրականում շատ ավելի խորքային ու վտանգավոր բան է պատրաստում։ Իրականում Հայաստանը փորձելու են երկար ժամանակ այդ փորձը կա, բայց շատ ավելի լայնածավալ, փորձելու են Հայաստանի տարածքը դարձնել պատերազմական գոտի։ Եթե իշխանությունների գործողությունների այդ շարունակական գործողությունների արդյունքում նաև ցավոք սրտի չկանխելով Ադրբեջանի ագրեսիվ ամբողջ այդ քաղաքականությունը մենք բախվեցինք պատերազմական իրար հաջորդ փուլերի, ապա տվյալ դեպքում նոր պատերազմ է լինելու Հայաստանի տարածքում։ Այդ պատերազմը գլոբալ համաշխարհային պատերազմ, այդ պատերազմը Եվրոպայի, Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև է, որը ցավոք սրտի այս իշխանությունը իր քայլերով, գործողություններով փորձում է տեղափոխել Հայաստանի տարածք։ Նախարար Պապոյանը նախորդին հայտարարել է, որ կան որոշ երկրներ, որոնք չեն ցանկանա Հայաստանում ազատ ընտրություններ։ Ինչու է իշխանությունը խուսափում այդ երկրների անունները հրապարակելուց։ Գիտեք, հիմա պարզա թե ինչի մասին է խոսքը։ Այս իշխանությունը պարբերաբար թիրախավորում է այլ երկրներ եւ շատ հստակ է, որ թիրախում Ռուսաստանն է։ Եվ այդ թիրախ լինելու պատճառով, այսպես ասեմ, քանի որ գլոբալ առումով Ռուսաստանը այսօր խնդիրներ ունի եւ շատ մեծ խնդիրներ, արևմուտքի մասնավորապես Եվրոպական միության հետ, Հայաստանը փորձում է այսպես ժողովրդավարության ճակերտավոր ժողովրդավարության անվան տակ այդ հակամարտությունը տեղափոխել այստեղ եւ երեք Գևորգ Պապոյանը ձեր լրագրողի հարցին մի շատ ավելի ահավոր բան ասել։ Այնպես փրփուր բերաններին ես իշխանությունը որ չի խոսում ժողովրդավարությունը Հայաստանում վտանգված է։ Հայաստանում ժողովրդավարություն պետք է լինի, որ վտանգված լինի։ Ժողովրդավարությունը դատարաններում է, այնինչ որ այսօր տեսնում ենք։ Ժողովրդավարությունը ԱԱԾ մեկուսարանում է, որտեղ սրբազաններ ու գործարար Սամվել Կարապետյանը Գյումրիի քաղաքապետն են նստած։ Ժողովրդավարության դեմ արշավ այսօր ամեն քայլափոխի է մեր երկրում, բայց Գևորգ Պապոյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահը ասում է, գիտեք, ժողովրդավարությունը վտանգված է եւ պետք է դրա համար աջակցություն ու համեմատություն է անում։ Եթե հանցագործություն կա, ոստիկան ենք, չէ՞ կանչում։ Այսինքն իրենց համար Եվրոպան, Հայաստան կանչելը ոստիկան կանչելով է։ Դա նույնն է։ Իսկ ոստիկանը ի վերջո ինչ է։ Ոստիկանը բռնություն է, ոստիկանը ուժ է, ոստիկանը ուժ կիրառել է։ Հիմա այդ ինքնիշխանության մասին ճոռոմաբանող այս իշխանությունը փորձում է Հայաստանում իր իշխանության վերարտադրումը ապահովել արտաքին ուժի անմիջական մասնակցությամբ։ Դրանից հետո էլ ինչ ինքնիշխանություն, ինչ սուվերենություն, ինչ պետականություն եւ Եվրոպան շատ հստակ է ցույց տալիս, որ ինքը ունի նախընտրած տեխնացու այստեղ, ունի նախընտրած քաղաքական ուժ, այդ իշխանության վերարտադրության համար պատրաստ է ամեն ինչի։ Ու երեք աղմկարուց այդ հայտարարությունը Եվրոպական միության պաշտոնյայի, որ Հայաստանը խնդրել է ընտրություններին աջակցություն, մենք էլ աջակցելու ենք, նորություն չէր։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի վարչապետը շատ հստակ դրա մասին խոսեց։ Շատ հստակ խոսեց։ Հիմա կարող են չեք մեղանալ, բայց գիտեք դրա մասին Նիկոլ Փաշինյանը այդ ասուլիսում չխոսեց, բայց անզեն աչքով էլ նկատելի էր, որ այդ նույն ռուս արևմտյան, ռուս եվրոպական պատերազմին ամբողջական մասնակից են դարձնում ցավոք սրտի Հայաստանին, իր բոլոր բացական ու սպառնալից հետևանքներով։ Էկոնոմիկայի նախարարը խոսում է նաև միլիարդավոր դոլարներ ունեցող անհայտ շրջանակների մասին։ Գիտեք, հայտարարություն արել։ Ձեր կարծիքով սա անվտանգության ահազանգ է, թե հասարակությանը վախեցնելու մեթոդ։ Գիտեք, այս իշխանության գործունեությունը միշտ թիրախներ ունենալ, թիրախավորել արցախյան հերոսներին, թիրախավորել արցախցի գեներալներին, ես 18 թվականից եմ սկսում,
թիրախավորել նախկիններին, թիրախավորել սրան, թիրախավորել նրան, հիմա հասել են լայնածավալ թիրախավորումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմեր, հիմա բնականաբար Սամվել Կարապետյանը որպես քաղաքական գործ մեր ձևը քաղաքական ուժ է հայտ է ներկայացնում, թիրախներից մեկը դա է եւ թիրախը մշտապես այդ ամբողջ ընթացքում նաեւ դաշնակցությունը բարբերաբար իշխանության կողմից այդ 5-րդ չարացում մի անգամ երբ որ ազգային ժողովի Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց, ասի լավ չափ կա, ձև կա, դիմացի ազգային համակարգչության ծառայություն, ասի ձեր վարչապետը սենց սպառնալիք է տեսնում։ Հարուցեք քրեական գործ հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, վերջում քնչականով պատասխան եկավ, որը Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի դահլիճում ասեցի, ինքն էլ ներկա էր, ասի քնչական ասեց, դե լավ Նիկոլը մի բան ասել է, լուրջ մի ընդունենք, որտեղ քնչականը մերժել էր, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ անպատասխանատու հայտարարություն անի։ Հիմա նույնը պաշտպանության նախարարություն թիրախավորել է ամբողջ զինված ուժերի հրամանատարական կազմը, վերջերս հայտարարեց, որ մինչև 22 թվականը պետական անկախության մտածելակերպով կենտրոն մենք բանակում չենք ունեցել, պաշտպանության նախարարին Պապիկյանին ասեմ, դասի մի հատ կարած բացատրես 5-րդ 40-ը բանակում ինչ է, այդ ոնց է մինչև 22 թիվը, տաղանդավոր պատասխաներ տվել Պապիկյան Սուրենը, պատասխանը հետևյալն է, դա պաշտպանության նախարարությանը չի վերաբերվում։ Ոչ ավել, ոչ պակաս, որովհետև հասկանում եմ, որ այդ իշխանության ամեն րոպեվա անպատասխանատու հայտարարություններից հետո դժվար է տրամաբանորեն բացատրություն գտնել այդ հայտարարություններին։ Հիմա ամենամոդայիկ բառը հիմա Հայաստանում որ կա հիբրիդային պատերազմ։ Ինչ է հիբրիդային պատերազմը։ Չգիտեմ իրանց մարդիկ ինչպես հասկանան։ Հիմա գող սիրտը դող ցանկացած քննադատություն, որ հնչում է այս իշխանությունների հասցեի, դա ոչ թե ներկայացնում են, այգիտեք Գեղամ Մանուկյանը, Դաշնակցությունը կամ որևէ այլ քաղաքական ընդդիմադիր ուժ չի կիսում այս հարցում նրանց տեսակետը, միանգամից հետին ուժեր, դրսից ուժեր, որոնք կառավարում են մի ամբողջ պատերազմի սպառնալիք է ներկայացնում եւ բնականաբար նպատակը հետեւյալն է։ Եթե պատերազմ է, եթե հիբրիդային է, հիբրիդային պատերազմը վերջին տարիներին որ լայնածավալ օգտագործում է հատկապես մի հատ արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ այն բոլոր խիստ մեթոդները, որը կիրառում են ամբողջ արևմտյան աշխարհում եւ այսպես ասած չեղած մի ուրվական են սարքել կամ եղած ուրվական, որը դարձնում են նաև մահակ, որովհետև երբ որ հիբրիդային է, արտաքին է, երբ որ պատերազմ է սպառնալիք է, իսկ այդ դեպքում ինչ պետք է անեն, իրենք ուժ կիրառեն։ Հիբրիդային պատերազմի սպառնալիք անվան տակ վաղը հակառակորդներին շարունակելու են բանտերը նստեցնել, շարունակելու են քաղաքական ուժերի սպառնալ եւ այս ամբողջ քննարկման մեջ շատ կարեւոր մի երկրի անունն է, որ շատ կարեւոր շրջանառության մեջ է դրված՝ Մոլդովա եւ Ռումինիա։ Եվ վաղուց է որ էկոնոմիկայի նախարարը ասաց, որ տեղյակ չէ թե ինչ սցենար է դա։ Դե որ ինքը գրագետ չի կամ իրան ձև է տվել, որ բանից անտեղյակ է, դա իր խնդիրն է։ Լավ, Եվրամիությունը պատրաստվում է տրամադրել 15 միլիոն եվրո այդ նպատակով։ Սա ըստ էության ժողովրդավարության պաշտպանություն է, թե արտաքին միջամտություն, ուղիղ միջամտություն, երկրի ներքին միջամտություն է։ Այո, ներքին գործերի։ Սկսած տեխնոլոգիականներով վերջացած, տեխնոլոգիական եսի նկատի ունեմ բոլոր այն թույլատրելի այն տեխնոլոգիական միջոցները, որը հիմա ժամանակակից աշխարհում հնարավորությունները շատ ավելի մեծացել են, սոցիալական մեդիայից սկսած, մեդիան ընդհանրապես փորձելով fake լուրերի, կեղծ լուրերի, հիբրիդային պատերազմի այդ տարերի դեմ պայքարի արդյունքում պատերազմ հրահրել սեփական ժողովրդի դեմ ընտրողներին ուղղորդելու, ընտրողների մեջ վախի մթնոլորտ սերմանելու ու պատական չէ այսքան։ Ի վերջո այդ պատերազմը Հայաստանում արդեն տևական ժամանակ է կա։ Բոլոր հակաժողովրդավարական քայլերը, որ այս իշխանությունների կողմից արվում են, ամբողջությամբ քար լռություն է պահում արևմուտքը։ Քար լռություն է պահում իրեն ժողովրդավարության այդ համար կյանք տալ պատրաստվող եվրոպական միության տարբեր կառույցներ, որոնք քար լռություն են պատճառ։ Նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողով, որն ունի Հայաստանի համազեկուցողներ։ Պատճառաբանեցին համազեկուցողը հիվանդ է, առաջիկայում պետք է Հայաստան գար, հետաձգեցին այցը եւ բնականաբար արդեն այց նախատեսվում է խորհրդարանական ընտրությունների ժամկետից հետո, որովհետեւ այսօր նրանք խուսափում են որևէ թթու խոսք ասել այս իշխանություններին։
շատ հաճախ օգտագործում եմ այդ հայտնի արևմտյան տերմինը, ասում շանորդի է, բայց մեր շանորդին է։ Եվ դրա համար իրենց համար որևէ կերպ քննարկման նյութ չի դառնում են բոլոր հակաժողովրդավարական, նաև կոռուպցիոն քայլերը, որ մեր երկրում այսօր տեղի են ունենում եւ օրինակ նույն տեղական ինքնակառավարման մարմինների տոտալ իշխանությունների այդ բռնություն գործադրելը բոլոր ընդդիմադիր համայնքապետերի վրա քրեական գործ կալան, որը արևմուտքում Եվրոպայում կան տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով զբաղվող խոշոր միջազգային կառույցներ։ Քար լռություն այս ամենի դեմ եւ ինչ վերաբերում է նորից վերադառնալ Մոլդովային եւ Ռումինիային, ինչ կատարվում է։ Այդ հիբրիդային պատերազմ անվան տակ կուսակցություններից մեկին Մոլդովային ուղղակի չգրանցեցին, երկրորդը, որը գրանցվել էր քվեաթերթիկում կար անունը, ընտրություններից 1-2 օր առաջ ուղղակի հանեցին ընտրապայքարից։ Ու վերջ, ու Մոլդովայում իրականում ժողովրդի կամքով չէր, որ ընտրության արդյունք եղավ։ Այդ 15 միլիոն եվրոն, որ տրամադրում է Եվրամիությունը, ով է վերահսկելու, որ կառույցներն են վերահսկելու, ովքեր են պատասխանատու դրա ծախսի համար եւ ինչի վրա է ծախսվելու։ Ագերը կարողանեք 15 միլիոններ են եղել, որ հապ գնացել ու կորել է։ 67 միլիոն դոլար անիվով փողը պետական բյուջեից կորել է։ Սոցցանցում մարդիկ գրում են, որ պետությունը, իշխանությունը փորձում է վերարտադրվել եւ 15 միլիոն եվրոն օգտագործել է վերարտադրվելու նպատակով։ Բնականաբար 15 չի, 115 էլ կծախսվի այդ վերարտադրության համար։ Մուրճն էլ ձեռը, իշխանությունն էլ ձեռը, իրավապահ համակարգը ոչ թե ձեռքում է իշխանության էլ գրպանում կամ ոտքի տակ է, այնպես որ շատ հեշտ է այդ քաղաքական իշխանությանը։ Դրա դեմ կա պայքարի մի ձև։ Քաղաքական ուժերը շատ հստակ դիրքորոշումներ պետք է ներկայացնեն, այն բոլոր սպառնալիքները, որ կան մեր ազգային արժեքներին, հայ առաքելական եկեղեցում, ապագա քաղաքական զարգացումների ժամանակ պիտակավորումներով քաղաքական առանձին ուժերի դեմ հարձակումների, այս հիմնական մի քանի հարցերի շուրջ ոչ թե կոալիցիա, այլ լայն կոնսոլիդացիա է պետք քաղաքական ուժերի կողմից, որպեսզի հնարավոր չլինի իշխանության կողմից այս ամենը հաջողել։ Իդեպ ասեմ, որ այս առումով վերջերս Դաշնակցության 135-ամյակին իշխան Սաղաթելյան մանրամասն ներկայացրեց մի կոնցեպտ գաղափար եւ այս օրերին առնվազն Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների հետ եւ հույս ունենք, որ կստացվի լայն ճակատ ինքը որպես կառույց չեմ նկատի ունենում, այլ առնվազն մի քանի անկյունակարային կետերի շուրջ կուսակցությունների լայն համախոհություն, որ հնարավոր չլինի այդ իշխանությունների ցանկությունները եւ բոլոր անօրինականությունները հաջողեցնել։ Քննարկում չեք ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ ինչպես պայքարել հիբրիդային օրինակի համար, հիբրիդային հարձակումների դեմ։ Նախ այդ մի քիչ շատ ավելի լայն հասկացություն է։ Հիբրիդային հարձակում ես մի թեմա ասեմ, որը լայնածավալ Հայաստանում հիբրիդային հարձակման նյութերից է։ Արցախցիների դեմ ատելության քարոզը։ Ատելության քարոզը, որի մեջ ընդգրկված են եւ ադրբեջանցիներ, եւ ցավոք սրտի Հայաստանի որոշ անհատներ։ Այս իշխանությունների սրտի անհատներ։ Եվ դառը փորձը ցույց է տալիս, որ նույն այդ ատելության խոսքի անվան տակ իշխանության դեմ ցանկացած թթու խոսքից հետո մարդ հայտնվում է անազատության մեջ, բայց բոլորին այսօր հայտնի են այդ քարոզիչները։ Տոտալ քարոզիչները Արցախահայության դեմ, որոնք ազատ շրջում են, վայելում են այս իշխանության բոլոր հնարավորություններն ու բոլոր միջոցները։ Այս առումով բան չի, սարերի ետևում չի եւ տարիներ շարունակ, բայց պետք է ի վերջո ի նկատի ունենալ, թե ով է մեր դեմ պատերազմում, ինչի համար է պատերազմում եւ իրականում ով է մեր թշնամին։ Եվ ցավոք սրտի այս առումով Հայաստանի եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ արտաքին հետախուզական ծառայությունը բուն պայքարի դաշտը թողած զբաղված են թիթեռ նկարելով եւ սպասարկելով Նիկոլ Փաշինյանին։ Հասկանալի է, ինչու ընդդիմությունը ներգրաված չէ այդ հարձակումների դեմ պայքարին։ Որովհետեւ ընդդիմությունը հիմնական թիրախն է, որովհետեւ իշխանության ամբողջ նպատակը այսօր
ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգը զորացնելն է, նաև տեղեկատվական պաշտպանություն ապահովելն է, այլ սեփական իշխանություն ապահովելն է։ Նայեք, այսօր Հայաստանում այդ տեղեկատվական ահաբեկչության հսկայական իմպերիաներ են գործում։ Պետական բյուջեից ֆինանսավորող է հայտնի ֆեյքերի պոակ ասածը սարեր ձորերի հետևում չի, մեր առօրյա կյանքում է։ Նման տարբեր YouTube-յան ալիքներ, կայքեր, որոնք տոտալ տեղեկատվական տերոր են իրականացնում մեր ժողովրդի նկատմամբ, բայց երբեք մեր անվտանգության մարմիններին դա չի մտահոգում, դա չի հետաքրքրում։ Վերջում 2026-ի ընտրությունները իշխանությունը պատրաստվում է պաշտպանել ժողովրդավարությունից, թե պաշտպանվել ժողովրդավարությունից։ Իշխանությունը փորձելու է բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով ապահովել իր վերարտադրությունը եւ այս առումով այդ վերարտադրության ապահովման համար, որ ամենասարսափելին է, ինքը պատրաստ է բոլոր սկզբունքներ, անվտանգային բոլոր պատնեշները մի կողմ դնել եւ բոլոր օտարուժերին կանչել այստեղ օգնության։ Եվրոպացիներին կանչում է իրենց եվրոներով իբր Ռուսաստանի դեմ պայքարի անվան տակ, Ադրբեջանին ամբողջությամբ դարձնում է մասնակից Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հայտարարելով, որ միայն իրենց հաղթանակի դեպքում Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը կփոխվի։ Մի պահ մեր հայրենակիցները պատկերացնեն, ընտրությունների գիշերը ավարտվեց ու մեկ էլ պարզվեց, ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այդպես է լինելու, Նիկոլ Փաշինյանը իշխանության չէ։ Այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Ադրբեջանի կողմից ցանկացած պահի կարող է հնչել կրակոտ, ցանկացած պահի արտակարգ դրություն հայտարարել, Աստված մի արածել, լեզուս պապանձվի, բայց ի վերջո այնպիսի քաղաքականություն է իրականացրել, որ Հայաստանում քաղաքական օրակարգեր որոշելու մեջ Ադրբեջանը դարձել է դոմինանտ։ Ալիևը շատ հաճախ ավելի, այսպես ասեմ, ինքն է որոշում կայացնողը մեր երկրում, նաև քաղաքական օրակարգում, քան որևէ մեկը Հայաստանում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք Եվրամիության աջակցության մասին, զրուցում էինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Ցտեսություն։